Այսօր օրվա երկրորդ կեսին պատմական այցով Երևան կժամանի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Սա անկախությունից ի վեր Հայաստան ամենաբարձր մակարդակի ամերիկացի պաշտոնյայի այցն է, ինչն ակնհայտորեն ընդգծում է Միացյալ Նահանգների աճող հետաքրքրվածությունը տարածաշրջանի նկատմամբ։ Վենսը Երևան է գալիս Միլանից, որտեղ մասնակցում էր ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը։ Այցը տարածաշրջանային է, Վենսը Երևանից մեկնելու է Բաքու։ ԱՄՆ փոխնախագահի այցը նշանակալի իրադարձություն է, որին վերջին շաբաթներին ինտենսիվ պատրաստվում էր հայկական կողմը։ Այս պահին տեսակապով մեզ է միացել իմ գործընկեր Հայկ Սահակյանը։ Հայկ, բարի լույս։ Բարի լույս, Արտուր։ Ինչով է կարևոր այս այցն ու ինչ օրակարգով է ԱՄՆ փոխնախագահը գալիս Երևան, այնուհետև Բաքու։ Այցը իրոք կարևոր է, որովհետև հենց միայն այն հանգամանքը, որ ԱՄՆ փոխնախագահը անկախության տարիներից ի վեր Հայաստան այցելող ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է, արդեն իսկ խոսում է այդ մասին, ինչ այդ 2022-ին Հայաստան էր այցելել Նենսի Փելոսին, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա նախագահ, թեև անցնող տարիներին, հատկապես 2000-ականներին ԱՄՆ փոխնախագահները տարբեր տարիների թե Վրաստան, թե Ադրբեջան այցելել են անգամ նախագահ Ջորջ Բուշի 2005-ին Վրաստան։ Ինչպես տեսնում եք իմ թիկունքում, ԱՄՆ-ի եւ Հայաստանի դրոշներն են Վենսի այցին ընթരാճ տեղադրվել Երևանի կենտրոնում, այն ճանապարհի երկայնքով, որտեղով որ ԱՄՆ փոխնախագահի ավտոշարասյունն առաջիկա ժամերին անցնելու է։ Կոնկրետ օրակարգը, թե ինչ հանդիպումներ է ունենալու Վենսը Երևանում, ինչ միջոցառումներ են նախատեսված, գուցե նաև փաստաթղթերի ստորագրում, այս պահին դեռ շատ մանրամասներ հայտնի չեն, կարելի է միայն հստակ ենթադրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսված է, սակայն այցի այլ մանրամասներ, նաև այն մասին, թե որտեղ նա գուցե կգիշերի Երևանում գաղտնի է պահվում, սա ԱՄՆ նախագահի, այդ թվում այս պարագայում փոխնախագահի այցերի դեպքում ընդհանրապես ընդունված պրակտիկա է, նաև անվտանգության նկատառումներից ելնելով։ Այդուհանդերձ մամուլին լրատվամիջոցների որոշակի տեղեկություններ էին հայտնի դարձել օրերս, մամուլը գրում էր, որ Արմենիա Մարիոթ հյուրանոցի մի հարկաբաժին վերցված է այցի նպատակով հավանաբար, քանի որ Վենսի այցից օրեր առաջ ամերիկյան մեծ պատվիրակություն էր այցելել Երևան, այդուհանդերձ սա կրկին շեշտ է մամուլում տարածված տեղեկություններ են եւ ոչ թե պաշտոնապես հաստատված։ Հայկ, սա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո առաջին բարձրաստիճան այցն է տարածաշրջան։ Այսինքն օրակարգի գլխավոր հարցը Թրամփի ուղին է լինելու։ Բնականաբար, հաշվի առնելով նաև այն, որ շաբաթներ առաջ արտաքին գործերի նախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում ստորագրեցին համատեղ փաստաթուղթ, որից քիչ թե շատ արդեն պարզ է դառնում, թե ինչ է իրենից ներկայացնելու Թրիփը եւ մանավանդ Վենսի այցի մասին հայտարարելուց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ նաև Վենսը գալիս է Երևան եւ Բաքու առաջ տանելու Թրիփի ծրագրի իրականացման առնչվող հարցեր։ Սակայն սա միակ հարցը չէ, օրակարգում այլ հարցեր էլ կան տնտեսական բնույթի, հատկապես հաշվի առնելով, որ Վենսի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ։ Իսկ այս պայդրությամբ 3 գլխավոր ոլորտի մասին կարող ենք խոսել, որտեղ համագործակցության պլաններ կան։ Առաջինը դա միջուկային էներգետիկայի ոլորտը։ Մենք գիտենք, որ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգվել է, սակայն առաջիկա տարիներին Հայաստանը պետք է նոր ատոմակայան կառուցի եւ կառավարությունն արդեն որոշում ունի, որ մոդուլային փոքր էներգաբլոկ է դա լինելու։ Կառավարությունը հայտարարել է, որ այժմ բանակցություններ են տարվում տարբեր երկրների հետ, որոշելու թե որ երկրի առաջարկն ընդունել, սակայն այն, որ ԱՄՆ-ի հետ միջուկային էներգետիկայի ոլորտում հիմա համագործակցություն է սկսվում, կարելի է ենթադրել, որ կառավարությունը գուցե նախապատվությունը տալիս է այս ոլորտում հենց ԱՄՆ-ի հետ համագործակցելուն եւ ոչ թե օրինակ Ռուսաստանի, որը պարբերաբար վերջին շրջանում հիշեցնում է, որ պատրաստ է նոր ատոմակայանի կառուցման աշխատանքներում ներգրավել եւ Թրամփն էլ օրեր առաջ երբ հայտնեց, որ Վենսը գալու է, նշեց, որ Հայաստանում միջուկային էներգետիկային վերաբերող համաձայնագիր կարող է կնքվել։ Սա մեկ ոլորտ, երկրորդ ոլորտը դա, ինչպես հայտարարվեց կիսահաղորդիչների արհեստական բանականության ոլորտում համագործակցությունն է ամերիկյան հեղինակավոր ընկերությունների ներգրավմամբ եւ բացի այդ դրան զուգահեռ, ինչպես օրերս փոխարգործնախարար Վահան Կոստանյանը հայտնեց, ԱՄՆ-ն կարող է հետաքրքրված լինել Հայաստանի ընդերքում արկա հազվագյուտ մետաղների արդյունահանման գործում, իսկ այդ մետաղները շատ կարևոր են ԱՄՆ-ի համար կիսահաղորդիչների եւ ժամանակակից տեխնոլոգիաների
արտադրության համար։ Սրանք գլխավոր ոլորտներ, որտեղ հայ-ամերիկյան համագործակցություն է նախատեսում, սակայն Թրամփի հայտարարությունից էլ պարզ դարձավ, որ Վենսը առավել ծանրակշիռ օրակարգով հենց Բաքու է գնում, քանի որ նախատեսվում է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության խորացում եւ Ադրբեջանին ամերիկյան արտադրության սպառազինության վաճառք մատակարարում, ինչը 90-ականներից ի վեր արգելված էր, սակայն ազատության աջակցության ակտի 7-րդ բանաձևի չեղարկումից հետո արդեն ԱՄՆ-ն հնարավորություն ունի իրավական տեսանկյունից Ադրբեջանին զենք վաճառել։ Հայկ, հետաքրքիր է, այս այցը որևէ կապ կարող է ունենալ Իրանի հետ, հաշվի առնելով ներկա լարված իրավիճակը։ Հնարավոր է, չի կարելի բացառել, որտեղ անկախ ամեն ինչից Հայաստանն ու Ադրբեջանը Իրանին հարևան երկրներ են, եւ օրեր առաջ էլ հիշեցնեմ, որ Իրանի պաշտպանության նախարարն էր գնացել Բաքու, հանդիպել Ալիևի հետ եւ այդ հանդիպման Ադրբեջանի նախագահը հավաստիացրել էր, որ Ադրբեջանի տարածքից Իրանի դեմ որևէ վտանգ չի կարող լինել, ուստի այս պարագայում Հայաստանի համար էլ կարևոր են Իրանի շուրջ զարգացումները, մենք գիտենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն հիմա բանակցություններ են վարում, սակայն թե դրանք ինչով կավարտվեն առայժմ հայտնի չէ, ուստի Իրանի թեման հավանաբար կլինի թե Երևան, թե Բաքու Վենսի այցի օրակարգում, միաժամանակ երեք հայտնի դարձավ, որ Թրամփը ստորագրել է հրամանագիր, ըստ որի ԱՄՆ-ն կկարողանա մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք Իրանի հետ առևտուր են իրականացում, իսկ Հայաստանը առևտուր անում է Իրանի հետ տարբեր ապրանքատեսակներից զատ նաև գազ է գնում Իրանից եւ դիմաց էլեկտրաէներգիա վաճառում եւ գուցե հավանաբար այս հարցն էլ է լինելու Վենսի Երևան կատարելիք այցի օրակարգում պետք է դեռ սպասել արդյունքներին հասկանալու համար արդյոք Հայաստանին հաջողվում է որևէ արտոնություն ստանալ եւ ապահովագրել իրան ռիսկերից, որպեսզի մի կողմից ԱՄՆ-ի պատժամիջոցներին չենթարկվի, մյուս կողմից կարողանա շարունակել առևտուրը հարևան Իրանի հետ։ Եվ վերջին օրերին ամենաշատ քննարկվող հարցերից մեկը իրատեսական է, որ Վենսի այցի արդյունքում Բաքուն հայ գերիների ազատ կարձակի, ընդամենը օրերս Բաքվի դատարանը ՑՄԱ ազատազրկման դատապարտեց Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը։ Բայց մենք ունենք նաև նախադեպ, որ ՑՄԱ դատապարտված մեր հայ գերիները վերադարձել են Հայաստան։ Այո, նախադեպը կար 4 հայ գերիներ, որոնք Հայաստան վերադարձան, իհարկե դրա դիմաց Հայաստանը Սիրիային փոխանցեց 20 թվականի պատերազմի ժամանակ այստեղ ձերբակալված 2 ահաբեկիչների, բայց իրատեսական է, որ Վենսի այցի արդյունքում գերիներ ազատ արձակվեն, թե ոչ, մենք դա միայն այցից հետո կհասկանանք։ Համենայն դեպս այս պահին մենք կարող ենք միայն այն ասել, որ ամիսներ առաջ օգոստոսին եւ որ Թրամփը Փաշինյանի հետ հանդիպեց Վաշինգտոնում, նրան խոստացավ, որ կզբաղվի 23, այդ ժամանակ 23 հայ գերիների ազատ արձակման հարցով, սակայն մենք չգիտենք այս ամիսների ընթացքում Թրամփը արդյոք Ալիևին դիմել է այդ հարցով, թե ոչ, եւ եթե դիմել է, ապա Ադրբեջանի նախագահը ինչ է պատասխանել։ Չի կարելի բացառել, որ Վենսի այցի ժամանակ Բաքվում այս հարցը կշոշափի, ամենայն դեպս դա կարող են կրկին դատել միայն արդյունքներից, եւ եթե անգամ Վենսը այդ հարցն շոշափի, մենք դժվար է ասել, թե Ադրբեջանից ինչ արձագանք կլինի կամ ինչ պայմաններ կարող են առաջ քաշվել, ամենայն դեպս սպասումներ կան Հայաստանում, որ Վենսի այցը պետք է որևէ տեղաշարժ բերի այդ հարցում, տարբեր կառույցներ, իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի որդիներ կոչով դիմել Վենսին, հորդորելով նրան զբաղվել այս հարցով։ Հայկ, շնորհակալ եմ մեկնաբանության համար։